որ դուք ներկա եք Ռաֆի Հովհաննիսյանի, այսպես ասած, բաց ալուսուլիսին, եթե կարելի է ձեր սպասելիքները պարոն Հովհաննիսյանից։ Ես եկել եմ այնտեղ, որտեղ ժողովուրդն է։ Սպասելիքներ, ցավոք սրտի առանձնակի մեծ սպասելիքներ չունեմ։ Իմ սպասելիքները գիշերվա կեսին էին։ Գիշերը 12-ին մեկին ես սպասում էի լուրջ հայտարարություն, որը չեղավ։ Հիմա քանի գնում է հույսերս ավելի փոքրանում է, որ ժողովուրդը ինչ-որ բանի կարողանա։ Իսկ ինչ հետընտրական սպասումներ ձեզ կլինեն տեղի կունենան, զարգացումներ հետընտրական, որպես այդպեսին սպասում եք։ Չեմ սպասում։ Մեծ զարգացումների չեմ սպասում, այսօրվա ժողովրդի մասնակցություններ դրա վկայություն։ Լավ, ինչի հետևանք է այս ամենը, պարոն Դիմիշյան։ Գիտեմ, հետաքրքրություն չկա։ Դժվար է, վստահ շատերն են փորձել ինչ-որ լուծումներ գտնել հետընտրական, փաստացի ոչ մեկին չի հաջողվել։ Կարծում եմ այդ շարքում Ռաֆին ամենակիչ ունակն է այս խնդիրը լուծել։ Առավել ևս, եթե հաշվի առնենք միջազգային դիտորդների, հիմնականում եվրոպական արձագանքը ընտրությունների որակի վերաբերյալ եւ արևմուտքից այլ արձագանքների բացակայությունը խոսում է նրա մասին, որ դժվար է իրեն ինչ-որ բան հաջողվի։ Այսինքն սպասելիքներ չունենանք, պարոն Դիմիշյան։ Ես չեմ ուզում ձեզ այդպիսի բան ասել, ես ինձ եմ ասում, բայց այստեղ կանգնած եմ, որպես մարդ, քաղաքացի կանգնած եմ այստեղ։ Ուզում եմ իմ երկրի համար լավ բան լինի, իմ ժողովուրդը լավ ապրի, երկիրս ուժեղ լինի։ Ուզում եմ օրինական իշխանություն ունենանք, ով ուզում է լինի, բայց անպայման օրինական լինի։ Իսկ քաղաքական գործիչը պարտավոր է լինել այնտեղ, որտեղ ժողովուրդն է։ Եթե նույնիսկ մի փոքր 100 հոգի էլ հավաքվի, պետք է քաղաքական գործիչը աշխատի, ամեն ինչ անի, լինի ժողովրդի կողքին։ Դրա համար էլ այստեղ եմ, ուզում եմ նաև ինչ-որ ինֆորմացիա ստանամ, ուզում եմ լսեմ ինչ է ասում թեկնածուն երկրորդ տեղ գրաված։ Բայց ակնկալիքներ որպես այդպեսին չունեն։ Բայց դեռ չեմ լսել, ինչ-որ սպասում եմ։ Ցավում եմ։ Շատ